Դեր Հիսուսյանով կողջունեմ ձեզ սիրելիներ, որ որալ գտնվիք, թող Աստծո օրհնությունը հանգչի ձեր վրա եւ փառք ու դանք Աստծո, որ մեզ այս աշխարհի մեջ արիտներ կշնորհե, որ իր խոսքը սերդենք, խորհենք խոսքի վրա, բահմը գետրոնանանք եւ սորվենք, ինչ որ Աստված կուզե մեզի սորվեցնել իր խոսքի միջոցով։ Իրապես որքան փառք տալու ենք, որ իր խոսք ունիկ մեր ցերկերու մեջ, նաև Սուրբ Հոգուն բնակությունը գվայելենք, որ անմեզ ամեն ճշմարտության գարաչնորդ է եւ որքան գարիք ունենք այս խավար աշխարհի մեջ Սուրբ Հոգուն առաջնորդության, անոր ներգայության, անոր իմաստության, որբեսի շիդակ որոշումներ առնենք, անոր զորության, որբեսի գարենանք ապրիլային կյանքը, որու համար գանչված ենք։ Աշխարհ քայոսային վիճակի մատնված է, մարդիկ շվարած են, վախի մեջ են, բայց ան որ Քրիստոս ունի իր սրտի մեջ, ապահով է, ուրախ է եւ անոր վստահելով գաբրի իր ամենօրյա կյանքը։ Երեք ուրբաթներ ցեզի հետ աղոթքի շուրջ պիտի խորհրդացենք, ուրեմն առաջին Թեսաղոնիկեցված մեկնությունը զանց կնենք, երեք ուրբաթներ, որտև մեծ բակի մեջ կգտնվենք եւ կուզեմ երեք ուրբաթներ միասնաբար խորհրդացենք աղոթքի մասին։ Հատվածը պիտի գարտամ, որ կգտնվի Մատթեոսի ավետարանի 6-րդ գլուխի մեջ, ուր աղոթքի մասին խոսել է ետքը Հիսուս, գսե երբ որ աղոթ կնեք կեղծավորներ նման չլակ եւ այլն անգյունները գայնելով գերգնցնեն իրենց աղոթքը ոչ ալ հետանոսներուն պես շադախոսլակ ետքը ուրեմն 9-րդ համարեն պիտի գարտամ Մատթեոս 6 9-րդ համարեն մինչև 13 համարները գսե ուստի այսպես աղոթ կրեք թուք ով հայր մեր որ երկինքն ես քո անունդ սուրբ լա քո թագավորությունդ կա քո գամքը դլա ինչպես երկինքը նույնպես երկրի վրա մեր ամեն օրվան հացը այսօրալ մեզի դուր եւ մեզի ները մեր պարտքերը ինչպես մենք ալ գներենք մեր բարդաբաններուն ու մեզ փորձության մի դանիր հաբա չարեն մեզ ազատե քանզի քու գդե թագավորությունը եւ զորությունը ու փառքը հավիտյանս ամեն ինչպես ասի մեծ բակի շրջանի մեջ կգտնվենք եւ ուզեմ այս ուղղությամբ աղոթքի մասին խոսիլ եւ դժբախտաբար շատ աղոթ քաղաքարներ կան այս նյութի նկատմամբ եւ այս նյութը ամենա մեծ նյութերեն մեկը կնկատվի Աստվածաշունչի մեջ բազմագոմանի անգյունները կրնանք մոտենալ շատ հարցումներ մեջտեղ կբեր այս նյութը երբ կխորհրդացենք ընդարձակ նյութ մնե եւ դժբախտաբար աղոթ քաղաքարներ կան սխալ ըմբռնումներ կան աղոթքի մասին անդերի համարներ աչեն ցախեն իրարու հետ գբերեն եւ վարդապետություններ գշինեն առանց հասկանալու քրվածը եւ խոսված խոսքը զոր օրինակ Հիսուս կսե իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի առնեք Եգուր հիմա աստեղը վարդապետություն մշինե եւ ասեմ ցեզի որ ինչ որ գխնդրեք գարնեք ինչպես կլայս ինչ որ գխնդրենք գարնենք այդպես չէ ինչ որ Աստծո գամքն է գխնդրենք եւ գարնենք եւ ոչ թե ինչ որ մենք գխնդրենք գարնենք մենք շատ բաներ գխնդրենք եւ չեն գարնել ուրեմն պետք է գիտնանք ամեն ըսված խոսքերը իրարու քովի բերելով եւ ամեն բան իր դեղը բերելով աղոթներ կան որ չի պատասխանվիր այնպես որ ընդարձակ նյութ մնե պիտի չանամ 3 ուրբաթներու մեջ կարևոր գեդեր
շեշտել եւ սխալ կապարներ սրբակրենք, որովհետեւ եթե սխալ ըմբռնում ունենք աղոթքի նկատմամբ, այն ադեն Աստուծոթեն պիտի լարվենք եւ պիտեսենք Աստված ինչու իմ աղոթքս չի պատասխաներ, Աստված ինչու այդպես հրավ, ես գաղոթեմ եւ այլն չի պատասխաներ եւ շվարումի պիտի մատնվին։ Այնպես որ դժբախտաբար տասագարկ մնալ գա, որ աղոթքի մասին երբեք կապար չունին կամ բոլորովին մտքի խավարի մեջ գաբրին, սիրտը խավար, միտքը խավար եւ աղոթք չեն աներ եւ հետդ գվեջին աղոթքի շուրջ եւ իրենց գարցիկը գբաշխանեն։ Այսալ զարմանալի երևույթ մնե, երբեք չաղոթեր, հետդ գվեջի աղոթքի մասին։ Այնպես որ գփապակիմ այս կարգը ճշմարտություններ շեշտել աղոթքի մասին, անոր կարևորությունը եւ պայմանները մեր աղոթները պատասխանվելուն, որովհետեւ մենք գաղոթենք, որբեսի մեր աղոթները պատասխանվին, ու ոչ թե գաղոթենք աղոթելու սիրուն։ Այնպես որ շատեր կգարձեն, թե աղոթքը բարդականություն մնե, ինչպես շատերու ըմբռնումն է եկեղեցի երթալը բարդականություն մնե, պետք է երթան, աղոթ գնալ բարդականություն գսեբեն, պետք է աղոթք մատուցանեն։ Ասոնց ըմբռնումը այն է, որ ոչ թե իրենք գարիքը գսկան աղոթելու, անշուշտ աղոթքը իր բարդագություն ունի, աղոթքը շնորհակալությամբ կսկսի Աստծո առաքինությունները գհիշվին, փառք կուտան, սակայն այսպեսիներուն ըմբռնումը այն է, որ իրենք երթան, որբեսի իրենց Աստծուն աղոթեն, Աստծո համար աղոթեն, որբեսի իրենց Աստվածը քոհ մնա եւ օրհնես իրենք եւ այսպես որբես ծառա մնե եւ երթան անգե գխնդրեն։ Այնպես որ պետք ունենք դժբախտաբար շատերու ըմբռնումը սխալ է, պետք ունենք սրբակրվելու եւ շիդակ ըմբռնում ունենալու աղոթքի մասին։ Նախ ասենք, թե ինչ է աղոթքը, որովհետեւ կարողանանք շիդակ հասկանալ ինչ է աղոթքը։ Ինչպես աղոթելու ենք, ինչու աղոթելու ենք, մեր աղոթները չեն պատասխանվիր, այնպես որ նախ տեսնենք, թե ինչ չէ աղոթքը եւ կմաղթեմ, որ Սուրբ Հոգի մեր մտքերը լուսավորե, որպես այս կարևոր ճշմարտությունները լավ հասկանանք եւ գիտնանք աղոթքին իմաստը, այն ադեն բոլորովին դարբեր վիճակով Աստուծո պիտի մոտենանք եւ պիտի աղոթենք։ Նախ աղոթքը ըստիպողականությունը չէ, ինչպես շատ մգրոնքներու մեջ, եթե չաղոթես, Աստված կբաճե եւ Աստված քեզի չորհներ եւ այլն, Աստված կչղայնանա, այնպես որ այդպես չէ։ Շատեր գուսուցանեն, մանավանդ իսլամությունը, Աստված մեզ ստեղծած է գսեն, որբեսի աղոթենք եւ օրը 5 անգամ աղոթքի ժամ ունին, ուր որալ գտնվին, երբ ժամը հասնի, պիտի աղոթեն։ Ասոնք այն միտքը ունին, թե Աստված բռնաբեդ է, դիկտատոր է եւ կսպասե, որ մարդիկ երթան եւ աղոթեն, իսկ եթե չաղոթեն, կբաճվին։ Աղոթքը թութակային ցևով առանց իմաստը հասկանալու արդասանություններ ալ չեն։ Շատեր գաղոթեն առանց իմաստը հասկանալու։ Մեր Տիրոջ սորվեցած աղոթքը, որ գարտացին քոս հայրմերը, շատեր անոր իմաստը չեն հասկանար, սակայն գաղոթեն, որտեվ ինչպես ասոնք սխալ ըմբռնում ունին աղոթքի մասին, կգարձեն, թե գաղոթեն Աստուծո համար։ Մենք չենք աղոթեր Աստուծո համար, մենք գաղոթենք մեզի համար եւ իրարու համար գաղոթենք։ Այնպես որ մեր աղոթները Աստծո կփարսացնենք ոչ թե Աստուծո համար, հաբա իրարու համար։ Մեր պետքերը կներկայացնենք, մեր սրտին կողմնակությունը կհայտնենք, այնպես որ մեր Տիրոջ սորվեցած
աղոտքը հիանալի աղոտք է, բայց շատեր իմաստը չեն հասկնար։ Զորոնակ երբ որ գսե աղոտքի մեջ գարտացին քութակավորությունդ կա ինչպես որ երկինքն է քու գամքդ կլա այնպես ալ երկինքի մեջ երգիրի մեջ ալ քու գամքդ թողլ, այսինքն ինչպես որ երկինքի մեջ քու գամքդ կգադարվի, իմ կյանքիս մեջ ալ գուզեմ որ քու գամքդ գադարվի, այս է աղոտքը։ Սակայն այսօր մարդիկ գաղոթեն միևնույն ադեն Աստծո գամքով հետաքրքրված չեն, ոչ թե հետաքրքրված չեն, Աստծո գամքին հագարակ գաբրին, գանդեսեն անոր գամքը, այնպես որ սակայն գաղոթեն, որովհետև բարդականություն է, պետք է աղոթեն։ Դարձյալ աղոթքը անցեն դուրս ելնելով մարմնավոր զգացումներու աստեցության տակ խոսվածը չհասկանալ չէ։ Ոմանք այս վիճակը Սուրբ Հոգու ներկործության կվերագրեն, մանավանդ երբ մելամաղձոտ երաշտությամբ նվագներով աղոթներ գլսվին, այսօր մոդա դարձած է շատ խմբակներու մեջ, որ երբ գաղոթեն պետք է եղանակը լա հետը, որպեսզի աղոթողը ներշնչվի, ինչպես ներշնչվի եղանակը լսելով, թե ոչ Սուրբ Հոգին ներշնչելով։ Անշուշտ եղանակը մանավանդ պետք է մելամաղձոտը լա։ Եվ այսպես արցունքներ թափի հուզումով, երբեմն անշուշտ փարսացայն, փեմին վրա մգաններու ցուցադրություն ընելով, բորալով, փարսացայն աղոթելով, Հիսուսի անունով, ալելույաներ, փառքլա Հիսուսի ասելով, այնպես որ մինչև իսկ երբեմն անհասկանալի խոսքերով, անհասկանալի խոսքեր գլսվի, իսկ մնացյալները ալելույաներ եւ ամեններ գսեն, առանց հասկանալու իրենց ըսվածը։ Այնպես որ երբ մեկումը հավատքը ողջամիտ վարդապետության վրա հիմնված չէ, մեծ քոհացում գունենա այս մթնոլորտի մեջ եւ կգարձի թե Սուրբ ըսկացումներ ունի, Սուրբ Հոգվույն, իր ըսկացումները Սուրբ Հոգվույն աստեցության տակ կգտնվի, մինչդեռ այդպես չէ։ Լավ ըսկացումներ ունենալ չէ, երբ գաղոթենք։ Գրաբաշխներ իրենց պաշտամունքներու ընթացքին շատ լավ ըսկացումներու աստեցության տակ կգտնվեին։ Իսլամներն ալ յալի Հուսեյն ասելով իրենց գուրծքին գզարնեն, մարմինին գխարազանեն եւ այնքան լավ եւ սուրբ ըսկացումներու մեջ կսկան ինքնին, մինչեւ իսկ կգարձեն թե Աստուծո զորությունը իրենց վրա իջած է, որ զիրենք դոգալ գուտա այդ ցավերուն։ Միջև այսօրալ գրաբաշխներ մեծ հաճույքով իրենց տաճարները գերտան, հեթանոսներ, ասյո մեջ, շատ մտեղերու մեջ գերտան եւ շատ լավ գզգան։ Քրիստոնեության մեջ հարցը լավ զգալը չէ, այլ թույլ տալ Սուրբ Հոգին, որ մեզ աղոթքի մղե եւ աստվածային ճշմարտությունները հասկանալով գիտակցությամբ Աստուծո հետ հաղորդակցենք։ Գիտնանք թե ով է Աստված եւ նաեւ գիտնանք թե ով ենք մենք։ Այնպես որ աղոթքը արդասանություն չէ, ըստիբողականություն չէ եւ սովորություն չէ։ Մեր միտքը երբ գաղոթենք զգաստ կլա, արթուն կլա, կմասնակցի մեր պաշտամունքին եւ աղոթքին հետ։ Աղոթքը ցևոմը դեր բաշտել է, հետեւաբար երբ Աստուծո գմոդենա հավատացյալը գաղոթե, պետք է իր միտքը հասկանա իր ասածը եւ ոչ թե անցեն դուրսել է եւ չհասկանա։ Ավելավ է որ առաքյալին խոսքերը որ մանավանդ Կորինթացվոց մեջ գիշվի լավ ըմբռնենք եւ այդպեսով Աստուծո մոդենանք գսե աղոթ կնեմ հոգիով նաեւ աղոթ կնեմ միտքով իմ միտքս մասնագից կդառնա։ Այնպես որ ուրիշ գետերալ կան, եթե դերեգամի քար ուրբաթ պիտի շարունակենք կփապակին Պորտուգալ խորհիկ այս ճշմարտություններու վրա ինչի աղոթքը, ինչու համար պետք է աղոթենք, որու հետ է մեր կորձ երբ գաղոթենք,
երբեմն աղոթներ կան Աստուծո խելք կուտան, Աստուծո պատվերներ կուտան, ուղղություն կուտան, այնպես որ լավ գլա որ այս մեծ բակի շրջանին խորինք այս ճշմարտություններում վրա աղոթքը մեծ առանձնաշնորհում մնե որ պետք է վայելենք օգտվենք եւ այսպեսով Տերոջը կողնակ սրդով մոտենանք եւ այնպեսով մեր աղոթները բարձրացնենք մի քանի գեդերալ կան որ կալ ուրբաթ պիտի շարունակենք թող Տերոջ օրհնությունը ձեր բոլորին է դլա ասված ձեր բոլորին աղոթները պատասխանե եւ ունենաք միշտ այն գիտակցությունը երբ Աստուծո արչեւ գուքակ ձեր աղոթքը մատուցանելու արի բարդականություն չէ այլ գարիք ունիք անոր համար երթակ եւ գաղոթեք իր բարքին համար ամեն